Բոլոր այն մարդկանցից, ովքեր որ իրանցով կարող են վտանգ հանդիսանել ներկայիս իշխանությանը։ Եվ Բագրատ Սրբազանը նման մարդկանցից մեկն է։ Պարոն Սահակյան, տեսեք, այս պաշտոնական այսպես կոչված հաղորդագրություններն ուղեկցվում էին իշխանության տարբեր դեմքերի գրառումներով, առաջին իհարկե ԿՊ-ական քաղաքական էլիտաներ Փաշինյանի առաջնորդությամբ տեղադրում էր ձայնագրությունը կից գրառում մեկնաբանություն, նաև նշում էր ահաբեկչության փաստի մասին եւ այլն, թե ինչպես է կանխվել այդ եղկելի ծրագիրը։ Ինչ է կարծում, ինչու հենց այս պահին սա տեղի ունեցավ, արդյոք կապ կա Սամվել Կարապետյանի կալանավորման հետ եւ ինչից է օրինակ Փաշինյանը վախենում, որովհետեւ դուք նշում եք, որ հաստատվելու խնդիր կարծում եմ կա, այն առումով, որ արագ հապճեպ պետքա Թուրքիային ինչ-որ հաջողանալ, ինչ-որ բաներ անել, որից հաճույք ստանա տվյալ բանին պատվիրատուն եւ դրա համար հաստատի ամենամեծ արագ անում են այն ինչ-որ իրանց ասվել է ասել։ Պարոն Սահակյան, ինչ է կապը։ Զարմանանք մենք իրանցից պետք չի զարմանալ, մենք պետք է արդեն իմունիտետ ձեռք բերենք, այս 7 տարվա ընթացքում իրանց պահվածքից, լկտիության, բառապաշարը եւ այլն զարմանում եմ, որ մենք դեռ զարմանում ենք իրենց վրա։ Պարոն Սահակյան, ինչ եք ակնկալում դատարանից։ Ոչինչ, եկել եմ ուղղակի, վստահ եմ, որ լավ վճիռ չի լինելու այսօր։ Շատ կզարմանամ, եթե դուրս բաց թողնեն այսօր, ինչ չեմ ավարտել։ Վստահ եք, որ Մասիս Մելքոնյանը, որ հայտնի է իր իշխանական հայացքներով նախկինում էլ Հանրապետություն կուսակցությունից ա եղել, անպայման կալանք կտա։ Կարծում եմ, այո, դրա համար էլ իրան է տրվել այդ գործը։ Պատահական է այդ համակարգը ընտրել իրեն։ Այս տեսակ հարցերում պատահականությունը չեն լինում, չեմ հավատում։ Եվ շնորհակալ եմ, պարոն Սահակյան։